20-րդ դարի սկիզբն Անդրկովկասում նշանավորվում էր կապիտալիստական հարաբերությունների սրընթաց զարգացումով։ Քիչ ավելի, քան 20 տարում երկրամասում կառուցվել էր երկաթուղային ցանցը, որը, կապելով լեռնային կտրտված տեղանքը, դարձել էր ձեռնարկատիրական գործունեության ծավալման խթան։ Ամենակարևորը, սակայն, Բաքվի նավթի ահռելի պաշարների շահագործումն էր, որի շուրջ էլ 20-րդ դարի սկզբին թեժանում են ֆինանսատնտեսական կրքերը, հանգեցնելով ինչպես արյունահեղ բախումների, ցեղասպանության ու էթնիկ զտման, այնպես էլ ազգային նոր ինքնությունների ձևավորման։ 19-րդ դարի վերջին Բաքվում էին տանում Անդրկովկասի գրեթե բոլոր ճանապարհները, որի նավթահանքերը մեծ շահույթ էին խոստանում։ Հենց այս ժամանակաշրջանում է, որ Անդրկովկասի տարբեր ծայրերից ափշերորն էին շտապում հազարավոր մարդիկ նավթի քաղաքում ձևավորելով բանվորների, ինժեներների, գործակատարների, առևտրականների հոծ դասակարգերը։ Այս մարդկանց թվում շատ էին հայերը։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին տնտեսական ծանր պայմանների, հողի սակավության, գյուղատնտեսության հետամնացության պատճառով հազարավոր հայեր համալրում էին Բաքվի արդյունաբերական հսկա համակարգը։ Նավթարդյունաբերական զարգացումը կարճ ժամանակում զգալիորեն մեծացնում է Բաքվի բնակչությունը։ Կովկասյան օրացույցի տվյալներով 20-րդ դարի սկզբին քաղաքում ապրում էր 222,412 մարդ։ Հայերի թիվը 51,340 էր, իսկ թաթարներինը 67,151։ 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին Բաքուն օրինակ դառնում է Անդրկովկասի խոշոր կենտրոններից մեկը, կապված նավթի հետ, կապված քաղաքի խոշորացման հետ։ Ընդհանրապես այդ ժամանակաշրջանում հայերը բավականին իհարկե ավելի լավ կրթություն ունեն, ավելի ունևոր են, նրանց ձեռքում են գտնում տարբեր գործաներ եւ այլն։ Թաթարական բնակչությունը սկզբում հիմնականում բնակվում էր գյուղերում, իսկ գյուղերում ապրող բնակչությունը իհարկե ուժային առումով եւ քաղաքական կշռի առումով ավելի նվազ է, քան քաղաքում ապրող հայերը։ Խոշոր քաղաքներում հիմնականում այս առճակատումը իհարկե սկսում է 20-րդ դարի սկզբից, երբ որ ձևավորվում էր պայմանականորեն, եթե անվանենք, այդ թաթարական նոր բուրժուազիան։ Կապիտալիստական հարաբերությունների խորացումը հանգեցնում էր հայերի ու թաթարների միջև լարվածության աճի։ Հայ մեծահարուստները, որոնք 20-րդ դարի սկզբին արդեն տիրում էին Բաքվի նավթարդյունաբերության 40%-ից ավելիին, ծանրակշիռ մրցակից էին նոր ձևավորվող թաթարական բուրժուազիայի համար։ Մասնագետների մեծամասնությունը համակարծիք է, որ 1905-1906 թվականների հայ-թաթարական բախումների պատճառներից մեկը այս մրցակցությունն էր, սակայն տնտեսական գործոնը միակը չէր։ Առաջնային պատճառներից նշում են տնտեսական խնդիրները, բայց դա միակ խնդիրը չէր։ Մենք գիտենք, որ 19-րդ դարի սկզբին տարածաշրջանը անցավ Պարսկաստանից Ռուսաստանին եւ այսօր Կովկասում սկսեցին զարգանալ կապիտալիստական հարաբերությունները։ Գաղտնիք չէ, որ այո, հայերը բարձր դիրքեր ունեին թե Թիֆլիսում, թե Բաքվում, եւ որ հայերն ավելի հաջողակ գտնվեցին հենց այդ կապիտալիստական հարաբերությունների հորձանուտի մեջ ընդգրկվեցին, կենտրոնացան հիմնականում քաղաքներում եւ զբաղվում էին առևտրով եւ ուրեմն արհեստներով։ Բաքվում նավթարդյունաբերության մեջ հայերը այո ունեին ծանրակշիռ դիրքեր։ Իհարկե հիմնականում հայերը իշխող դիրք ունեին, բայց սևագործ բանվորները թաթարներն էին, բայց դա ունի օբյեկտիվ պատճառներ, քանի որ եթե նայենք Բաքվում միջնակարգ ուսումնական հաստատություններում սովորողների թիվը 41% կազմում են հայեր, թաթարները կազմում են ընդամենը 4,5%։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Անդրկովկասի արևելյան հատվածում ապրող մահմեդական թաթարների շրջանում սկսում էր ձևավորվել ազգային ինքնությունը։ Նախկինում նրանց մոտ առավելապես գերակշռում էր կրոնական գիտակցությունը։ Ուշագրավ է նաև, որ նույն ժամանակաշրջանում Անդրկովկասի թաթարների շրջանում սկսում է դուրս մղվել պարսկական ազդեցությունը։ Թաթարական վերնախավը, որն ամեն ինչով ընդօրինակում էր պարսկական մշակույթն ու կենցաղը, աստիճանաբար սկսում է տուրք տալ թուրքականին։ Այս գործընթացը հատկապես հաջողությամբ էր ընթանում, քանի որ թաթարների մեծամասնությունը խոսում էր թուրքերեն կամ թուրքական բարբառով։ Տարածք հանձնել էր ռուսական կայսրությանը, բայց տարածքը մինչ այդ գտնվում էր պարսկական ուրեմն տիրապետության տակ, եւ այսօր Կովկասի թուրքալեզու մահմեդականները հիմնականում շիա մահմեդականներ էին, այսինքն իրենք էլ ասում էին Ալիի հետնորդներն են։ Չունեին սեփական գիր գրականությունը եւ իրենց մեդրեսեներում, մեգդեբեներում, այսինքն իրենց այդ մահմեդական դպրոցներում նրանք ուսանում էին պարսկական մշակույթի եւ պարսկական գրականության նմուշները։ Ֆիրդուսի, Նիզամի եւ այլ, եւ պարսկերենով։
Այս ամենը խոսում էր այն մասին, որ պարսկական ազդեցությունը շատ մեծ էր, իսկ էլիտան, այդ թուրքալեզուների էլիտան, մեծապես հենց պարսկական մշակույթի ազդեցության տակ էր գտնվում։ Բրոնևսկին օրինակ ռուսական հետազոտողներից մեկը ռուս, նա ասում էր, որ ամեն ինչով էլիտան թաթարական նմանակում է պարսիկներին, թե ավանդույթներով, թե վարքաբանությամբ, թե նորմերով, թե նիստուկացով, քանի որ համարվում էր պարսկական մշակույթը ավելի բարձր, ավելի հարուստ, բայց իհարկե ռուսական կայսրությանը ձեռնտու չէր պարսկական ազդեցությունը։ Իհարկե նրանց անհրաժեշտ էր, որպեսզի թուլացնեին այդ ազդեցությունը, քանի որ տարածքը եթե գրավում ես, պետք է քո ազդեցությունը տարածես, քո մշակույթը, քո լեզուն եւ այլն։ Բայց 19-րդ դարում մենք տեսնում ենք, որ այդ գործընթացը ապա իրանականացման, ապա պարսկականացման այդ հանրույթի բավականին մեծ ուրեմն քայլեր է կատարում եւ 19-րդ դարի վերջ 20-ի սկիզբ փաստացի պարսկական շերտը նահանջում է, բայց փոխարենը ռուսականը բնականաբար չի աղաչանում։ Այստեղ է կայսրության միգուցե ոչ ճիշտ, այո, հաշվարկը, քանի որ եթե պարսկականությունը նահանջեր, բնականաբար ռուսական ինքնության որևէ շերտ այդ հանրույթը չուներ։ Նրա մոտ պետք է աղաչանային նոր տարրեր, իսկ հաջորդ տարը, որը կրոնից հետո նույնպես կարևոր է, ինքնության մեջ, ինքնանույնականացման մեջ, դա լեզուն է։ Եվ քանի որ նրանք թուրքալեզու էին, բնականաբար այդ թուրքականության զարթոնքը տեղի ունեցավ։ Նրանք մեծ քայլ կատարեցին պարսկականությունից դեպի թուրքական ինքնություն, հենց 19-րդ դարի վերջ 20-ի սկիզբ հատվածում։ Իսկ հայ-թաթարական ընթարումները դարձան դրա կարծես թե ավելի այսպես արտահայտությունը, ապացույցը, քանի որ հայերը դիտվում էին նաև որպես հակաթուրքական տարր այսօր Կովկասում, ովքեր արևմտյան Հայաստանում են պայքարում թուրքական ուրեմն ազդեցության դեմ, Թուրքիայի դեմ, իսկ արևելյան Հայաստանի հայերը մշտապես թիկունք են կանգնել արևմտյան Հայաստանի հայերին հենց այդ պայքարում։ Հայերի ու թաթարների բախումները սկսվում են Բաքվում։ 1905 թվականի փետրվարի 6-ի առավոտյան մի թաթար կրակում է հայ զինվորի վրա, որը մի քանի օր առաջ գնդակահարել էր փախուստի փորձ կատարած հանցագործ Աշուրբեկին։ Դեպքի ականատեսները ձերբակալում են թաթարին եւ հանձնում ոստիկաններին։ Կառքով տեղափոխվելիս ավազակը կարողանում է փախչել, սակայն հայերը հետապնդում են եւ փոխհրաձգության ժամանակ սպանում նրան։ Թաթարի դիակն ազգականները պտտում են թուրքական թաղում, գրգռելով ամբոխին։ Հաջորդ օրը առավոտյան ժամը 10-ին թաթարները հարձակվում են հայկական խանութների վրա, սպանելով վաճառականներին, գնորդներին ու թալանելով ունեցվածքը։ Այս երկու օրը զարհուրելի րոպեներ է անցկացնում Բաքվի ազգաբնակչությունը։ Պարապետի վրա, որոնցով, բազարնի եւ Շամախուտ փողոցներում թուրքերը անխնա կոտորում են հայերին։ Մինչև ժամը 12-ը Միքայելյան հիվանդանոցը բերվել էին 10 սպանված եւ 40 վիրավոր, որոնց թվում մի փոքրիկ գիմնազիստ, գրում էր դեպքերի ականատես ռուս լրագրողը։ Թաթարների հարձակումն անսպասելի էր, չնայած նախորդած ժամանակաշրջանի լարվածությանը, հայերը համոզված էին, որ Բաքվում բախումներ չեն լինի, իսկ մասնակի դեպքերը կկանխվեն ցարական իշխանությունների կողմից։ Անսպասելիությունն էր պատճառը, որ բախումների առաջին 2 օրերին զոհերի մեծամասնությունը անզեն ու անպաշտպան հայերն էին։ Փետրվարի 7-ին հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության Բաքվի կոմիտեն, ապա Անանիա եպիսկոպոսը դիմում են Բաքվի նահանգապետ Միխայիլ Նակաշիձեին, պահանջելով քաղաքում կարգ ու կանոն հաստատել։ Նակաշիձեն պատասխանում է, որ բավարար չափով ուժեր չունի, եւ թող հայ եւ թաթար ազդեցիկ գործիչները բանակցեն եւ դադարեցնեն կռիվները։ Հայերին այլ ելք չէր մնում, քան ինքնապաշտպանության դիմելը։ Հայերի հանդեպ Անդրկովկասի թաթարների վերաբերմունքի փոփոխությունը տարբեր պատճառներ ուներ։ Առաջինը, որը շատերն են նշում, սոցիալ-տնտեսական մրցակցություններ։ Լինելով առավել նախաձեռնող եւ հաջողությամբ հարմարվելով կապիտալիստական հարաբերությունների սրընթաց զարգացմանը, հայերը իրենց վճռական ներկայությունն էին ապահովում տնտեսության տարբեր ոլորտներում։ Թաթար վերնախավի շրջանում ձևավորվում էր դժգոհություն հայերից, որն աստիճանաբար ստանում էր ավելի ու ավելի սուր կերպարանք։ 1905 թվականի նոյեմբերին Անդրադառնալով հայ-թաթարական բախումներին բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանը նշում էր, որ նավթի շահագործմանը զուգահեռ խոշոր կապիտալը մուտք էր գործում Բաքու։
Բաքուն, համաշխարհային այդ շուկան եւ Կովկասի զարկերակը գրավեց խոշոր կապիտալի ներկայացուցիչներին։ Ոչ միայն հայ առևտրականն էր, որ միջոցներ ուներ համեմատաբար տնտեսական ձեռնարկներ անելու, այլև նա էր, ով ավելի ընդունակ էր մրցելու այդ ասպարեզում, քան տեղական որևէ այլ ժողովրդի վճռականություն։ Աբշերոնի դաշտերը, որ բնակեցված էր թյուրքերով, հետս հետե գրավեցին Վիշկաների անտառով։ Այստեղ սկսեց զարգանալ հայ բուրժուազիան։ 90-ական թվականներին նա խոշոր ուժ էր ներկայացնում արդեն։ Սակայն տնտեսական հարաբերությունների զարգացումն ու կապիտալի մրցակցությունը միակ պատճառը չէր։ 20-րդ դարի սկզբին թաթարական բնակչության շրջանում աստիճանաբար տարածվում էին պանիսլամական, ապա պանթյուրքական գաղափարները։ Այնուամենայնիվ, հայ-թաթարական ընդհարումների հիմնական պատճառը դրանք գործողություններն էին եւ երևույթները, որոնք տեղի են ունենում հենց թաթարների շրջանում։ Բանն այն է, որ այս փուլում արդեն պանիսլամիզմի եւ պանթուրքիզմի գաղափարախոսությունը ակտիվորեն տարածվում էր այսր կովկասյան թաթարների շրջանում։ Թուրքական էմիսարները հատում էին սահմանը, գալիս էին ուրեմն այսր Կովկաս, արևելյան հատվածները, գյուղ առ գյուղ տարածում էին պանիսլամիզմի գաղափարը, պանթուրքիզմի եւ թաթարական ազգայնականության սաղմերը մենք տեսնում ենք արդեն հենց 20-րդ դարի սկիզբ, երբ որ էթնիկ ինքնագիտակցությունը սկսում է ուրեմն աղաչանալ թաթարների շրջանում։ Այնպես որ պանթուրքիզմի գաղափարախոսությունը, որը ծագեց Թուրքիայում, այն շատ ավելի արագ էր տարածվում Ռուսաստանի կայսրության տիրապետության տակ գտնվող թուրքալեզու ժողովուրդների մոտ, քան բուն Թուրքիայում։ Եվ Ղրիմի թաթարների, եւ Կազանի, եւ Օրենբուրգում, եւ այլուր, եւ բայց հատկապես Բաքվում։ Քանի որ եւ մոտ էր, եւ նաեւ թուրքական էմիսարները ակտիվ աշխատում էին Բաքվում, տարածում էին թմուծիկներ, խոսում էին այդ մասին, կան նյութեր, չալմաներով, կանաչ դրոշներով, գյուղից գյուղ։ Այդ ժամանակ թաթարների շրջանում արդեն իսկ տարածված էին պայմանականորեն անվանենք պանիսլամական կամ պանթուրքիստական գաղափարներ։ Այսինքն այն ժամանակ է արդեն պարզ էր, որ Օսմանյան Թուրքիայում մեծ ուշադրություն կա կովկասյան թաթարների հանդեպ։ Բանն այն է, որ թեևս մինչև երիտուրքերի գալն էլ արդեն Օսմանյան Թուրքիան Ռուսաստանին դիտում էր իր գլխավոր հակառակորդներից մեկը եւ պարզ էր, որ մամեդական տարի հետ Անդրկովկասի պետք է աշխատանքներ տարվեին։ Պանիսլամական գաղափարները Կովկասում տարածվում էին ոչ միայն էմիսարների, այլև մամուլի միջոցով։ 20-րդ դարի սկզբին Բաքվում լույս տեսնող Կասպի թերթը գնում է թաթարական մեծահարուստ Հաջի Աբդին Թաղիևը։ Շուտով թերթի խմբագիրը դառնում Ալի Մարդան Թոփչիբաշևը, որն ուներ պանիսլամական հայացքներ։ Թերթի ազդեցիկ խմբագիրներից էին Ահմեդ Աղայևը, որը միջնակարգ կրթություն էր ստացել ռուսական գիմնազիայում, ապա ուսանել Ֆրանսիայում։ 1905 թվականի փետրվարյան ջարդերի ականատես եւ հայկական ինքնապաշտպանության կազմակերպիչ Աբրահամ Գյուլխադանյանը գրում է. Լինելով վերին աստիճանի աշխատունակ, նա, կարելի է ասել, լցնում էր ամբողջական Կասպի թերթը։ Թեև իր գրածները մեծ մասամբ անգույն եւ անարժեք բաներ էին, սակայն լինելով իր համոզմունքներում համիսլամական, նա շատ շուտով աչքի ընկնող դիրք գրավեց Բաքվի եւ ապա ամբողջ Անդրկովկասի թաթարական շրջաններում։ Նրա այս դիրքը ավելի եւս մեծացավ հայ-թաթարական ընդհարումների ընթացքին։ Հասարակական կարծիքը նրան էր վերագրում հայ-թաթարական ընդհարումները եւ առհասարակ նա համարվում էր հայ-թաթարական հարաբերությունների չար ոգին։ Փետրվարի 10-ին հայ-թաթարական բախումների երկրորդ օրը հայերը դիմում են ինքնապաշտպանության։ Այլ ելք չկար, ցեղասպանություններն ու թալանը շարունակվում էին, իսկ ցարական վարչակազմը եւ քաղաքում եղած զորքերը անգործության էին մատնված։ Ինքնապաշտպանության ղեկավարը Նիկոլ Դումանն էր, որն իր փոքրաթիվ ընկերների հետ վճռական դիմադրությունը ցույց տալիս թաթարական հրոսակներին։ Անմիջապես պարզվեց, որ թաթարները արդեն իրենց ձեռքն են վերցրել Շամախինկա կոչվող թաղամասը, Հայոց եւ Վարանցովսկայա փողոցների մեծ մասը, Պարապետի որոշ մասը մինչև Ծովափ, Սև քաղաքի կողմից Տելեֆոնյան փողոցը։ Այս բոլոր կողմերից նրանք անարգել կերպով զինված ընթանում էին դեպի կենտրոն, դեպի Մալականսկայա եւ Տորգովայա փողոցները, կտրելու համար հայկական կենտրոնները միմյանցից եւ ճանապարհին կոտորում էին հանդիպած հայերին։ Եթե մի փոքր եւս դանդաղում լիներ մերոնց կողմից, թաթարները այլևս կենտրոնում կլինեին։
Դրանից հետո այլևս անկարելի պիտի լիներ որևէ շարժում փողոցների մեջ եւ այդպիսով Բաքվի ամբողջ հայ ազգաբնակչությունը պիտի զոհվեր թաթարական ամբոխի սանձարձակ կատաղության, գրում է Գյուլխադանյանը։ Լավագույն պատասխանը տվել է Նիկոլ Դումանով, հետագայում պետք է կազմակերպեր հայերի ինքնապաշտպանության գործընթացը եւ այդ թաթարական բախումներից հետո հրատարակեր նախագիծ ժողովրդական ինքնապաշտպանության գրքույկը հայ ժողովրդի 3 հատվածների համար՝ իրանահայություն, պայմանականորեն թուրքահայություն եւ ռուսահայություն։ Այնտեղ նա նշում է, որ իսկապես շատ բաներ անսպասելի էին, բայց շնորհիվ գրագետ ղեկավարման կարողանում են ինքնակազմակերպվել եւ ճիշտ պատասխաններ տալ։ Հայ-թաթարական բախումները շուտով տարածվում են նաև այլ շրջաններում։ 1905 թվականի մայիսի սկզբին իրադրությունը սրվում է Նախիջևանում։ Թաթարները տարբեր վայրերում հարձակվել ու սպանում էին հայերին։ Մայիսի 11-ին Նախիջևան են գալիս փոխնահանգապետ Տարանովսկին, Նախիջևանի քաղաքագլուխ Ջաֆար Ղուլի խանը, Երևանի քաղաքագլուխ Հովհաննես Մելիք Աղամալյանցը, Կարապետ Վարդապետը։ Թվում է, թե պաշտոնյաների այցը զսպելու էր թաթարների հայատյացությունը, սակայն իրադրությունն էր ավելի էվատանում։ Հաջորդ օրը, մայիսի 12-ին, Նախիջևանի քաղաքային շուկայում թաթարները սկսում են սպանել հայերին եւ թալանել խանութները։ Հայկական 195 խանութից 180-ը կողոպտվում է, սպանվում է շուրջ 50 մարդ։ Շուտով ջարդերը տարածվում են մոտակա գյուղերում, որտեղ թաթարների հերոսակները մեծ ավերածություններ են գործում։ 1905 թվականի մայիսի վերջին ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ղրիմյանին ուղղված աղերսագրերից մեկում նշված է, որ թալանվել է մոտ 60 հայաբնակ գյուղ, ավերվել են բազմաթիվ եկեղեցիներ։ Հուլիսի սկզբին մեկ այլ գրությամբ Մեսրոպ Վարդապետը հայտնում էր. Վեհափարտ էր, Նախիջևանի եւ Գավառի կոտորածն ու ավերը սարսափելի չափեր է ընդունել, որովհետեւ տեղական վարչությունը ոչ սկզբում, ոչ էլ այժմ կտրուկ միջոցներ չի ձեռնարկում։ Այստեղ մի հեռագիր գրեցինք փոխարքային եւ մինիստրների խորհրդին ուղարկելու, որի տակ պիտի ստորագրեին տեղական ռուս ծառայողները։ Խոստացան, չստորագրեցին։ Ուղարկում եմ ձեր այդ վեհափառությանը խնդրելով, որ դուք ինքներդ անպատճառ ուղարկեք ձեր կողմից։ Դրությունը միանգամայն անտանելի է, ժողովուրդը ահաբեկված է եւ հանգստացնելու միջոցներ չեն ձեռնարկվում։ Հայ-թաթարական բախումների ընթացքում ցարական կառավարությունը չմիջամտելու քաղաքականություն էր որդեգրել։ Բախումները կանխելու, թաթարական զինված հերոսակներին զինաթափելու եւ ցրելու ոչ մի քայլ չէր ձեռնարկվում։ Անպատժելիության զգացումը խրախուսում էր թաթարներին, ինչի պատճառով ջարդերը ոչ միայն չէին դադարում, այլև գնալով տարածվում էին։ 1905-1906 թվականներին ջարդեր են տեղի ունենում Բաքվում, Նախիջևանում, Գանձակում, Երևանում, Շուշիում եւ բազմաթիվ այլ վայրերում։ Հատկանշական է, որ ժամանակի ամերիկյան մամուլը հաճախ գործածում է, որ թաթարները հայտարարել են սրբազան պատերազմ։ Իսկ սրբազան պատերազմում կրոնական մոլորանդ ամբողջ ամեն ինչի ընդունակ է։ Այրել մարմիններ, վառել եկեղեցիներ, քանդել տներ կամ այրեր տներ, դաշտեր եւ այլն, նույն մանուկների կամ կանանց հանդեպ բռնությունը։ Երբ որ այդ աստիճան ատելությունն է քարոզվում, սա արդեն դադարում է ուղղակի փոխհրաձգություն կամ խուլիգանություն լինելու։ Հայտնի պատմությունը կա, ինչպես Հովհաննես Թումանյանի եւ Միրզա Սաբիրը, չէ, սպիտակ դրոշով շրջումային փորձում էին հանգստացնել երկու կողմերին էլ, իհարկե մասամբ հաջողվում է, բայց մասամբ չէ, որտեվ էլի որոշ ժամանակ անց բախումներ լինում են։ Մենք բազմաթիվ դեպքեր ունենք Բաքվում, երբ որ մի շարք թաթարներ օրինակ իրենց տներում պահել են հայերին, ովքեր եղել են իրենց հարևանները, թաքցրել են, հետո մի մաս անգամ, ինչպես իրենք են ասում, վկայության մեջ ծեծ են կերել իր կրոնական այդ ընկերների կողմից, վկայությունները եւ կարծիքները տարբեր են։ Հստակ ասել, որ բոլորը հստակ ծրագրված կոտորում էին հայերին կամ բախման էին գնում, պետք չէ, բայց մեծ թե բուրժուազիան, թե այն խառնամբոխը, որը դժգոհ էր իր ապրող կյանքից, իր համար ամենահարմար տարբերակն էր ծեծել հային, վերցնել նրա ունեցվածքը, թալանել տունը, դրանով հարստանալ։ Հայ-թաթարական ընդհարումները սկսվեցին 1905 թվականի փետրվարի 6-ին Բաքվում եւ ձգվեցին մինչև 1906 թիվ աշուն։ Բան նրանն էր, որ այդ հակասությունները հայ-թաթարական հայերի եւ
այդ թուրքալեզու մահմեդականների միջև դրանք այնքան խորն էին, որ միանգամից խաղաղեցնելը դա հնարավոր չէր։ Թեև եղան պատվիրակություններ, հրավիրվեցին այդ պատվիրակությունները ուրեմն փոխարքայի մոտ, եղան հայ պատվիրակությունը, թաթար պատվիրակությունը փորձում էին իրենց հաշտեցնել, պայմանավորվում էին փոխարքայի մոտ, հրավիրվում էին, խոսում էին, որ այլևս ուրեմն կհանդարտեցնեն, բայց սկսվում էր նորից նույն ալիքը։ Ինչ վերաբերվում է հրահրելուն, կարելի ասել հրահրում էին այնքանով, որքանով կարգի չէին բերում թաթար բնակչությանը։ Երբ որ տարածաշրջանն անցավ Ռուսաստանին, քրիստոնյա երկրին, մահմեդական հանրույթը իրենց սկսեց ավելի զուսպ պահել, այդ թվում հայերի նկատմամբ եւ ընդհանրապես քրիստոնյաների նկատմամբ։ 1903 թվականից սկսած, երբ որ եկեղեցական գույքը բռնագրավեցին եւ հայերը նաեւ սկսեցին պայքար մղել Արևելյան Հայաստանում իրենց իրավունքների համար, այստեղ ռուսական վարչակարգը սկսեց իրեն ցույց տալ, որ այնքան էլ չի պաշտպանում քրիստոնյաներին։ Եւ սա աղիթ հանդիսացավ, որ մահմեդական զանգվածը դա ընկալեց որպես այսպես ազդակ եւ միայն 6 թվականի աշնանը հնարավոր դարձավ ուրեմն հանդարտեցնել։ Ընդ որում հանդարտեցվեց նաեւ շնորհիվ նրա, որ հայերը շատ տեղերում լուրջ դիմադրություն եւ հակահարձակում կազմակերպեցին։ Շատ լուրջ, որովհետեւ մինչ այդ հայկական զենք ուղղված էր Արևմտյան Հայաստանի ազատագրությանը, բայց երբ որ պարզ դարձավ, որ նաեւ Արևելյան Հայաստանում ունեն խնդիրներ եւ պետք է ուրեմն առնվազն ինքնապաշտպանություն կազմակերպել։